Սիրելիներս, հիմա ես ուզում եմ պատմել այն ծառայության մասին, որը որ ես անում եմ Աստծո համար, նրա զավակների համար եւ չգիտեմ ինչու, բայց Աստված կամեցել է, որ ես պատմեմ, թե ես ինչ եմ անում։ Միայն Աստված գիտի, ես կատարում եմ նրա կամքը եւ շնորհակալ եմ քեզ, իմ Տեր Հիսուս Քրիստոս, հենց քո կամքի համար, որ գործում է իմ կյանքում, շնորհակալ եմ եւ իմ ծառայության մեջ։ Հիմա ուրեմն ես ուզում եմ ասել, որ ես ապրում էի Ֆրանսիայում եւ սրանից 4 ամիս առաջ, ավելի ճիշտ, 4 ամիս եւ մի փոքր ավել։ 4 ամիս առաջ Աստված ինձ իմ ընտանիքին բերեց Հայաստան։ Եվ Աստված երբ ինձ բերեց Հայաստան, նա ինձ արդեն ցույց էր տվել, նա ինձ արդեն ասել էր, որ ինձ բերում է Հայաստան, որպեսզի ես ծառայեմ Հայաստանում, հայ ժողովրդին ծառայեմ Հայաստանում։ Ճիշտ է, այդ հայ ժողովրդի այդքան մեծ մասն էլ չի, որ լսում է ինձ, ես կասեի շատ փոքր հատվածն է, որ լսում է իմ խոսքը, բայց ես հասկանում եմ նաև, որ հենց շատ փոքր հատվածն է, որ հանդիպելու է Տեր Հիսուս Քրիստոսին հափշտակության ժամանակ, դա էլ եմ հասկանում։ Երբ Աստված ինձ բերեց Հայաստան ու ես գիտեի, որ ես պետք եմ այստեղ, առաջին ամիսը երբ անցավ, ես սկսեցի փոքրից, մանրից ծառայել դրսում նաև։ Այսինքն դրսում ես մոտենում եմ մարդկանց եւ խոսում եմ նրանց հետ Հիսուս Քրիստոսի մասին, հափշտակության մասին, ապաշխարության մասին, այն ինչ որ այդ պահին տվյալ մարդու մասին ինձ հաղորդում է Սուրբ Հոգին եւ այն ինչ խոսում է Սուրբ Հոգին իմ շուրթերով, ես փոխանցում եմ այդ մարդկանց։ Արդեն 3-րդ ամիսն է եւ գնալով շատանում է, սկզբում շատ քիչ եւ գնալով շատացան ու ես գրեթե ամեն օր դուրս եմ գալիս տանից, նշանակություն չունի, թե ինչու եմ դուրս եկել, ուր եմ գնում, ես ամեն օրը, որ տանից դուրս եմ գալիս, օգտագործում եմ, որպեսզի մոտենամ տարբեր տեղերում մարդկանց եւ խոսեմ Աստծո մասին, խոսեմ փրկության մասին, խոսեմ Հիսուս Քրիստոսի արածի մասին, որ արեց մեր համար, նրա տված փրկության մասին, կյանքի մասին, մեղքերի թողության, ապաշխարության, այն ամենը, ինչ որ ամենակարևորն է եւ ես երջանիկ եմ դրա համար, ես անսահման երջանիկ եմ դրա համար, բայց ուզում եմ ասել, որ Աստված Տեր Ֆրանսիայից ինձ ցույց էր տալիս մարդկանց եւ այդ մարդիկ կարող են լինել ինձ անծանոթ, կարող են լինել ծանոթ, կարող են լինել բարեկամ, կարող են լինել ընկեր եւ ես նրանց հետ չէի շփվում, թեկուզ կորցրել էի նրանց հետ կապը, Աստված ինձ ցույց էր տալիս եւ միշտ պարզ ասում էր, որ ասա իմ այս զավակին, որ թեքվի դեպի ինձ, որ ես սպասում եմ նրան, որ ես սիրում եմ նրան եւ որ Աստված ինձ ցույց էր տալիս նրանց ամենամեծ սխալները, որտեղ որ նրանք ամենաշատն են սխալված եւ միշտ ուղղորդում էր, որ ես այդ մարդկանց այդ կերպ թեքեմ դեպի Աստծո կողմը։ Ամեն դեպքում Աստված ինձ ում որ ցույց էր տալիս, ես միշտ զանգում էի, գտնում էի եւ շատ ցավալին է այն, որ շատ է եղել, որ ես պատկերացրել եմ ին վրա, որ ինչքան պիտի Աստված քեզ սիրի, որ իր երեխաներից մեկն ու մեկին ասի, որ փոխանցեն քեզ, որ ինքը քեզ սիրում է, որովհետև դու իր ձայնը այնքան չես լսում, այնքան ես գայթակղված, տարված աշխարհիկ կյանքով, որ դու չես լսում Աստծո ձայնը, չես տեսնում նրան եւ Աստված իր զավակներից մեկի միջոցով քեզ ինչ որ մեկի շուրթերով ու ասում է. ես քեզ սիրում եմ, թեքվիր դեպի ինձ, որպեսզի փրկվես։ Ու շատ այդպիսի մարդկանց ես գտնում էի, գրում էի, զանգում էի, պատմում էի այն ամենը, ինչ որ ինձ Աստված տալիս էր։ Բայց նրանցից շատերը չի, որ լսում էին Աստծո կանչը, Աստծո ձայնը, ու զարմանալի է եւ ցավալի է, երբ Աստված իր զավակի շուրթերով մյուս զավակին ասում է. ես քեզ սիրում եմ, ես քեզ եմ կանչում, ես քեզ եմ սպասում, արի դեպի ինձ, ու այդ մարդիկ իրենց ականջները նույնպես նորից շարունակում են խուլ պահել Աստծո ձայնին եւ տարվել աշխարհիկով։ Ուզում եմ ասել, որ Աստված մի հոգուն կարող է մի քանի անգամ ասել, հենց իմ շուրթերով, մի հոգուն մի քանի անգամ, տարբեր կերպ, զանգերով, նամակներով եւ այլն։ Ու ես տեսնում եմ, որ մարդիկ չէ,
չեն հաշտվում նրա հետ, ինչ որ պետք է կտրվեն իրենց աշխարհիկ կյանքից եւ նախընտրում են մեջքով կանգնեն Աստծուն։ Եվ նախընտրում են ինձ դնեն գժի տեղ, նախընտրում են ինձ դնեն աղանդավորի տեղ, նախընտրում են ինձ դնեն ինչ-որ շեղվածի տեղ, միայն թե չլսեն Աստծո ձայնը, որ կանչում է իրենց, որպեսզի փրկի։ Բայց ես միշտ մտածում եմ, Աստված, դու ինչքան ես սիրում քո զավակներին, որ այս կերպով ես նրանց փորձում գոնե դարձի բերել։ Դու ինձ ասում ես գտիր կամ զանգիր այս մարդուն, գտիր, ու ես իհարկե բնականաբար ամեն ինչ անում եմ եւ գտնում եմ եւ խոսում եմ։ Եվ հաշվի չեմ առնում, թե նրանք ինչ են մտածում իմ մասին։ Ես փոխանցում եմ Աստծո խոսքը, բայց նրանցից մեծ մասը նորից շարունակում են խուլ ու կույր ապրել։ Եվ Հայաստանում, երբ եկա ես Հայաստան, նույնը շարունակվում է, Աստված ինձ ցույց է տալիս ծանոթ ու անծանոթ, հեռու, բարեկամ, մոտիկ, շատ տարբեր մարդկանց, եւ ես նրանց գրում եմ, ես նրանց զանգում եմ եւ փոխանցում եմ Աստծո խոսքը։ Ընդունում են նրանք, թե ոչ, դա արդեն նրանց ընտրությունն է, բայց Աստված ձեզ այնքան է սիրում, որ իր զավակի միջոցով խոսում է ու ասում է ձեզ սիրում եմ քեզ, ուզում եմ որ դու փրկվես։ Հիմա ես ծառայում եմ դրսում։ Ես ծառայում եմ իմ ձայնագրություններով։ Ես ծառայում եմ նամակներով։ Աստված դեպի ինձ է բերում շատ ու շատ տասնյակ հարյուրավոր մարդկանց եւ իմ շուրթերով Սուրբ Հոգին խոսում է նրանց հետ, ուղղորդում է։ Ես աղոթում եմ մարդկանց հետ։ Կան մարդիկ, ովքեր արդեն կես տարուց ավել է, մենք միասին ենք, կամ նույնիսկ գրեթե մի տարի է, մենք միասին ենք եւ մեր կապը Աստված ամուր պահում է եւ իմ շուրթերով Աստված նրանց հետ խոսում է ու խոսում է այնքան մինչև որ մարդը ամբողջովին արդեն մաքրվում է եւ իրեն տալիս է Հիսուսի ձեռքերին եւ ես այլևս նրան պետք չեմ լինում։ Ես չգիտեմ ինչու է Աստված ուզում որ ես սա խոսեմ, բայց Աստված ուզում է ու ես խոսում եմ հիմա։ Ես խնդրել եմ նրան որ նա խոսի իմ շուրթերով այնպես ինչպես ինքն է ուզում, որ իմ անձը չմասնակցի այստեղ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենի մեջ ինձ օգնում է իմ ամուսինը, ամենասկզբից։ Եվ նա այն երկրային օգնականն է իմ, որին Աստված ընտրել է որպես ինձ օգնող մարդ, եւ նա նույնպես ծառայում է Աստծուն, եւ իրեն նվիրել է Աստծուն, եւ խոնարհ է Աստծուն, եւ ինչքան որ Աստված նրան ծառայություն է տալիս, նա անում է, բայց նա ինձ օգնում է YouTube-յան ալիքներում, հայերեն, ռուսերեն, TikTok, Instagram, Facebook, ինչ որ հնարավոր է։ Ինչքան որ Աստված կամենում է, ես խոսում եմ մարդկանց հետ, ես ժամին չեմ նայում, ես իմ վիճակին չեմ նայում, ես երբեք չեմ նայում, ես հիվանդ եմ, թե առողջ, ես երբեք չեմ նայում, ես հասցնում եմ, թե ոչ, թե գրեթե չեմ հասցնում, ես ինչ եմ անում, ուր եմ վազում, ինչով եմ զբաղված։ Իմ համար առաջին տեղում իմ Տեր Հիսուս Քրիստոսին ծառայելն է, այսինքն ծառայել նաև նրա զավակներին, եւ ես ուրախանում եմ ու երջանկանում եմ ամեն օր, երբ Աստված մի նոր զավակի է վստահում ինձ։ Շատերը ինձ նայում են թերահավատորեն, անհավատ կերպով, դա ձեր ընտրությունն է, որովհետև Հիսուսը ասել է՝ իմ մերը կճանաչեն ինձ եւ ես իմերին, եւ կճանաչեն իմ ձայնը, կլսենք Տիրոջ ձայնը նրա զավակների շուրթերով, այսինքն երբ ինչ-որ մեկը խոսում է Սուրբ Հոգով եւ դու պատկանում ես Սուրբ Հոգուն, դու ճանաչելու ես, որ դա Սուրբ Հոգին է խոսում։ Աստված իմ շուրթերով, Սուրբ Հոգին իմ շուրթերով մարդկանց ուղղորդում է, մարդկանց առաջնորդում է, օգնում է, հարցերի պատասխաններն է տալիս։ Շատերի կյանքում մարգարե անում եմ ուղակի, ասելով այն, ինչ որ Աստված նրանց համար պատրաստել է։ Շատերի կյանքում մարգարե անում եմ նրանց ծառայության մեջ, որովհետև Աստված նրանց ծառայություն է ուզում տալ եւ խոսում է իմ շուրթերով նրանց հետ։ Աստված ինձ շատ կերպերով է օգտագործում, որի համար ես այնքան շնորհակալ եւ երջանիկ եմ եւ հենց դրա համար էլ ամեն օր զգում եմ իմ անարժանությունը, որովհետեւ այն ինչ որ Աստված տալիս է ինձ, ես ուղղակի ոչ մի կերպ արժանի չեմ դրան։ Բայց ես երջանկանում եմ, ինչքան որ Աստված շատացնում է իմ ծառայությունը եւ բազմակողմանի է դարձնում, ես այնքան երջանկանում եմ եւ այնքան զգում եմ իմ անարժանությունը, որովհետեւ Աստծո տված օրհնությունները, որ անսահման են,
եւ օծությունները ծառայության վրա, ծառայության մեջ ուղղակի արժանի չեմ ոչ մի կերպ։ Բայց Աստված գնահատում է հավատարմությունը։ Աստծո համար առաջին տեղում քո հավատարմությունն է։ Հավատարմությունը դա ազնվագույն հատկանիշ է մարդու մեջ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը ամենահավատարիմն է եւ նրան պետք են հավատարիմներ։ Հիմա երբ անցած տարի դեռ ամռանը ես սկսեցի գրել երգեր Հիսուս Քրիստոսի մասին, այդ երգերը ինձ տվեց Սուրբ Հոգին։ Ես չեմ նստել եւ չեմ գրել, չէի վերցնում թուղթուգրիչ եւ գրում։ Ես այն ժամանակ երբ ճանաչեցի Հիսուս Քրիստոսին, այդ սիրուց այնքան առատ էր եւ այնքան շատ էր, ես չէի կարողանում ուղակի խոսքերով աղոթել, ես միջև հիմա էլ այդպես եմ, շատ է պատահում, երբ ես ուղակի սկսում եմ անկախ ինձանից երգելով փառաբանել Աստծուն, եւ դրանք բոլորը երգեր են, բոլորը սկզբից մինչև վերջ իրենք հանգերով դասավորված երգեր են, որոնց վրա ոչ մի բառ չի փոխվում։ Եվ երբ ես ճանաչեցի Հիսուսին եւ այդ սիրով եւ այդ հիացմունքով անսահման լցված ես աղոթում էի, ամեն անգամ իմ աղոթքները նմանվում էին երգի, ու երբ ես զգացի, որ իմ աղոթքները նմանվում են երգերի, ես անկախ ինձանից սկսում եմ երգել եւ զգում էի, որ եթե գրեմ դրանք կդառնան երգ, ու ես շատ էի ոգևորվում, ոգեշնչվում, իմ սերը այսպես ինչ որ աղբյուրի էր նման, որ անդադ դուրս էր գալիս, լցվում ու չէր վերջանում, եւ երբ ես տանը մենակ էի լինում, քանի ժամ որ մենակ լինեի, ես այդքան ժամ կարող էի ուղակի աղոթել, երգել եւ չէր հագենում հոգիս։ Ու մի օր խնդրեցի, ասացի Տեր, խնդրում եմ, ինձ պարգև արա, ինձ նվեր արա, ինձ օրհնիր, ինձ հնարավորություն տուր, երգեր գրեմ քո մասին։ Ու ես մոռացա, որ նման բան եմ խնդրել, ես մոռացա։ Եվ մի օր ու սկսեցի Աստծուս փառաբանել, գովերգել, մեծարել իմ խոսքերով, ու դա նորից դարձավ երգ։ Ես զգացի, որ ես նորից երգելու եմ հիմա, ուղղակի միացրեցի հեռախոսս։ Եվ երբ ես ավարտեցի, արդեն հետո աղոթքս ավարտեցի, ես ուղղակի միացրեցի ու լսեցի, որ դա երգ է, սկզբից մինչև վերջին բառ, բոլորը հանգերով, բոլորը չկար մի բառ, որը զգում էիր, որ պետք է ինչ-որ փոփոխության ենթարկվի կամ ավելացվի, պակասացվի, եւ երաժշտությունը միանգամից հետը տրվում էր, եւ երբ այդ երգերը ինձ տրվեցին, դրանք գնալով շատանում էին, ու ես աղոթում էի, խնդրում էի Տիրոջը, որ մի օր հնարավորություն տա, որ այդ երգերը դառնան իրական երգեր, ձայնագրվեն եւ ես երգեմ։ Խնդրեցի Տիրոջը, որովհետեւ Տերը ինձ խոստացավ, որ այդ երգերը ես կերգեմ, կլինեն այդ երգերը, եւ ես իհարկե ես անսահման եմ հավատում իմ Տիրոջը, ոչ մի կասկած չէր կարող լինել, բայց ես հասկանում եմ, որ այնտեղ, որտեղ ես ապրում եմ եւ այն հնարավորությունները, որ ես ունեմ, դրանով ուղղակի անհնար է։ Այդ կերպով ապրելով ուղղակի այդ հնարավորությունների սահմաններում անհնար է, որ ես կարողանամ երգ ձայնագրեմ, երգ ստեղծեմ, հոլովակ ստեղծեմ, բայց ես հավատացի իմ Տիրոջը, ով ինձ խոստացավ, որ կլինի երգ, կլինեն այդ երգերը։ Դրանից անցել է մի տարի եւ մենք սկսել ենք ձայնագրել երգերը, ու այդ երգերը ես չեմ գրել, դրանք Սուրբ Հոգին է գրել, դրանք ես չեմ գրել, այստեղ ես ուղղակի անոթ եմ եղել, եւ Սուրբ Հոգու գրած երգերն են, երաժշտությունը Սուրբ Հոգու տվածն է, եւ երբ գործիքավորողը գործիքավորում է, ու մենք միշտ գիտենք, որ Սուրբ Հոգին է գործիքավորելու։ Ես ծառայում եմ նաև ռուսերեն լեզվով, ունեմ ռուսական ալիք Իսուս Գրիդյոտ, ինչպես նաև կա ռուսական ալիք, որտեղ տեղադրվում են իմ տեսիլքները եւ հայտնությունները։ Միայն տեսիլքներն ու հայտնություններն են ռուսական ալիքներում, որովհետեւ ես ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնում մնացածը հայերենից բացի նաև ռուսերենով ձայնագրել։ Մանավանդ ես ռուսախոս չեմ, բայց ես չեմ նայում դրան եւ ինչքան որ ես կարողանում եմ ռուսերենով խոսել, թեկուզ
չլինի այնպես, ինչպես որ հայերենով եմ կարողանում բացատրել, միևնույն է, ես իմ տիրոջ տված ծառայությունը կատարել եմ ու կատարում եմ ռուսերենով, ինչքան որ Տերս է կամենում եւ ինչքան որ նա շատ լավ գիտի, մեր Տերը երբ մեզ տալիս է ծառայություն, նա շատ լավ գիտի, թե մաքսիմում առավելագույն չափի մենք ինչքան կարող ենք անել եւ նա երբեք չի տալիս մեր ուժերից ավելի վեր ծառայություն, երբեք Աստված մեզ տալիս է այնքան, ինչքան որ մենք կարող ենք տանել, նա մեզ ավելի մեծ ծանր գործ երբեք չի տա, որովհետեւ նա մեզ ճանաչում է, իսկ մենք մեզ չենք ճանաչում։ Մենք կարող ենք ուզել շատ, մենք կարող ենք ուզել ավելին, բայց Աստված չտա, որովհետև Աստված շատ ճիշտ է գնահատում իր զավակի հնարավորությունները։ Ես նաև փորձում եմ հնարավորինս շատ ակտիվ լինել YouTube-ի մեկնաբանություններում, որովհետև դա շատ կարևոր է, շատ ժամանակ է չարը հենց այդ մեկնաբանություններում փորձում ինձ թուլացնել իմ ծառայության մեջ, երբ տեսնում եմ մարդկանց օրհնությունները, կարդում եմ, ես հասկանում եմ, որ Աստված է ինձ օրհնում այդպես, եւ թող բոլոր մարդիկ, որ օրհնում են ինձ, թող օրհնվեն Աստծո կողմից առատորեն։ Եվ հիմա ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ, ովքեր գրում են մեկնաբանություններում, ինչ աղոթքները որ ունեն, ինչ կարիքներ որ ունեն, խնդրում եմ քեզ իմ Տեր, խնդրում եմ իմ ամբողջ սրտով եւ սիրով աղաչում եմ քեզ, լսիր նրանց աղոթքները, օրհնիր նրանց, բժշկիր նրանց, ազատիր նրանց, ողորմիր նրանց, ինչպես ինձ ընկած տեղից բարձրացրեցիր, մաքրեցիր, ազատեցիր, սրբեցիր, պատրաստեցիր քո համար եւ քո առատ օրհնությունները ամեն օր իմ կյանքում են, թող նույնը լինի այն բոլոր մարդկանց կյանքում, ովքեր այսպես իմ հետ գալիս են քո ճանապարհով, իմ Տեր Հիսուս Քրիստոս, փառք քեզ իմ Սուրբ Երրորդություն, իմ Հայր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս Աստված եւ Սուրբ Հոգի Աստված, փառք, ալելույա, փառք ձեզ։ Ես ուզում եմ ասել, որ պատրաստում ենք երգեր Տիրոջ մասին եւ ուզում եմ նշել, որ Տիրոջը դիմավորելու երգն է պատրաստվում։ Ուզում եմ ասել, որ հայերը ինչքան էլ որ մոլորված են, սխալված, մեղավոր, միևնույն է Հիսուսն է հավատարիմ եւ ոչինչ չի փոխվում։ Նա է հավատարիմ եւ նա մեզ չի թողնում։ Եվ նա ընտրել է մեզ մի յուրահատուկ կերպով եւ այն ծրագրերը, որ ունի մեր հետ կապված, թեկուզ մեզ ամենադժվարագույնն է սպասվում, միևնույն է Տերը այնպիսի հրաշքներ է գործելու մեր երկրում, որ այն ամենամեծ ցավի մեջ անգամ, ամենամեծ սարսափների մեջ անգամ մեծագույն հրաշքներ են լինելու։ Ես որոշ չափով գիտեմ, թե ինչ ծառայություն ունեմ անելու դեռ իմ ժողովրդի համար եւ որոշ չափով էլ կամ մեծ չափով էլ դեռ չգիտեմ միգուցե, բայց ամենակարևորը գիտեմ, որ ինձ ցույց է տվել Աստված, նա ինձ բերել է Հայաստան, հայերին եւ Հայաստանում ծառայելու համար։ Մնացածը այս փոքրիկ ժամանակում, որ մեզ մնացել է ապրելու երկրի վրա, այդ ընթացքում կերևա։ Եկեք ուղակի վստահենք Աստծուն, հանձնվենք Աստծուն, մեզ հանձնենք Աստծուն, մեզ հանձնենք Տիրոջ ձեռքերին եւ խոնարհվենք նրա կամքին եւ խնդրենք, որ ողորմած լինի մեր հանդեպ եւ նրա օրհնությունը խնդրենք։ Կանչենք Հիսուս Քրիստոսի անունը եւ նա մեզ կփրկի։ Կանչենք Հիսուս Քրիստոսին մեր կյանք եւ նա մեզ կփրկի։ Եվ ուզում եմ ասել, երբ անցած տարի դեռ ամռանը ես գրում էի երգեր եւ մի օր շատ է պատահել, երբ ես արցունքներով, լացելով, խնդրել, աղաչել եմ Աստծուն, որ հնարավորություն ստեղծի, որ իր ձեռքերով անի, որովհետեւ ես անկարող եմ, ընդհանրապես ցանկացած բանում յուրաքանչյուրս անկարող ենք առանց Աստծու, բայց խնդրում աղաչում էի, որ այդ երգերը Աստված դարձնի
պատրաստի երգեր, որոնք որ կլսեն նրա զավակները, եւ մի անգամ էլի լացելով համաղոթում էի, համ խոսում էի Աստծո հետ, համ աման էի լվանում ուղակի խոհանոցում ու արցունքներով, ու ասացի Աստված ջան, Տեր ջան, ես հավատում եմ, դու ինձ խոստացել ես կլինեն իմ երգերը, բայց ախր երբ, այսպես ցավով, ախր երբ, որտեվ սիրտս միշտ տանջվում էր դրանից, երբ է հնարավոր, այդ ոնց է լինելու, ոնց է հնարավոր լինելու, ու Սուրբ Հոգին ինձ շատ պարզ ձայնով ինձ ասաց, դու կերգես հափշտակության շեմին։ Այդ բառերը, որ ես ոչ մի կերպ չմոռացա, չեմ կարող մոռանալ, շփոթել, ինչ որ կերպ նույնիսկ նրանց դասավորվածության տեղերը Սուրբ Հոգին ինձ ասաց, դու կերգես հափշտակության շեմին։ Դա մի տարի առաջ էր։ Եվ ես հիմա նոր պիտի երգեմ։ Ու Տիրոջ խոսքերը, դու կերգես հափշտակության շեմին։ Մարդիկ, ժամանակ չկա։ Ինչպես որ ես եմ պատմում հափշտակության մասին եւ փորձում շատ մարդկանց տեղեկացնել, ձեզանից յուրաքանչյուրն էլ գոնե մի հոգու թող տեղեկացնի, որ Տեր Հիսուսը շուտով գալիս է իր եկեղեցու հետևից, այսինքն իր ընտրյալների, իր իրական զավակների։ Շնորհակալ եմ ձեզ, որ դուք իմ կողքին եք։ Շնորհակալ եմ։